Սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ամերիկայի Միացյալ Նահանգները կունենան նոր համանախագահ։ Ռոբերտ Բրադկենին կփոխարինի Ջեյմս Ուորլիքը։ Փորձառու կոնֆլիկտներով զբաղվող անձնավորություն է նշանակվել։ Դրական գնահատականի համար Վլադիմիր Կարապետյանը հիմք է ընդունում Ջեյմս Ուորլիքի անցած դիվանագիտական ճանապարհը եվրոպական եւ եվրասիական մի շարք երկրներում։ Նա եղել է նաեւ Աֆղանստանում եւ Պակիստանում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցչի տեղակալը։ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով այս նշանակմամբ Միացյալ Նահանգները ընդգծում է, որ մտադիր է արագացնել հիմնախնդրի կարգավորումը։ Նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանում երկարատև շրջան է, որը նպաստավոր կարող է լինել պայմանավորվածությունների եւ պայմանավորվածությունների կատարման համար։ Իսկ որքանով է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացը պայմանավորված համանախագահների անձերով։ Արտաքին գործերի նախկին նախարարի խոսնակը ներկա չի եղել համանախագահների պաշտոնական հանդիպումներին, սակայն մասնակցել է ոչ պաշտոնական զրույցներին։ Նրանք բոլոր պրոֆեսիոնալ են եւ ոչ պաշտոնական շփումները երբեք չեն օգտագործի որոշակի sense տեղեկություններ տալու համար։ Իսկ ինչով է պայմանավորված Միացյալ Նահանգների նախկին համանախագահ Մեյթյու Բրայզայի անձի շուրջ պարբերաբար տեղի ունեցող սկանդալները, որը ի տարբերություն մյուս համանախագահների ավելի հաճախ էր շփվում լրագրողների հետ, անգամ սկսեցին շահարկել նրա անձնական կյանքը։ Լրատվամիջոցը իրավունք ունի ցանկացած հարց փորփրելու, ցանկացած ինֆորմացիա ստանալու։ Անկախ ամեն ինչից Վլադիմիր Կարապետյանի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար այսօր ամենաարդյունավետը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Այն ստեղծելու որոշումը կայացվել է 21 տարի առաջ Հելսինկիում ԵԱՀԽ նախարարների խորհրդի արտահերթ նիստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար։ Համաձայն այդ որոշման Լեռնային Ղարաբաղի ընտրված, ինչպես նաև ադրբեջանական եւ հայկական համայնքների ներկայացուցիչները որպես շահագրգիռ կողմեր պետք է հրավիրվեին Մինսկի խորհրդաժողովին։ 1994 թվականի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ գագաթնաժողովում որոշվեց Մինսկի խմբի համանախագահների նշանակման կարգը։ Իսկ 1997 թվականին համանախագահներ նշանակվեցին Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները։ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Այս ձևաչափը մինչ օրս պահպանվում է։ Քանի որ համանախագահները նույնպես չեն հերքում, որ հիմնախնդիրը չի կարող կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ, արդյոք կարելի է ակնկալել, որ մոտ է այն ժամանակը, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լիարժեք կողմ կնստի բանակցային սեղանի շուրջ։ Ես կուզեի այդ խոսքերը լսել ոչ թե ձեզանից, այլ Սերժ Սարգսյանից, Էդիկ Նալբանդյանից։ Մինչ խնդրին իրավական լուծում տալը հայ-ադրբեջանական սահմանի վրա հայ զինվորները, ինչպես նաև խաղաղ բնակիչները շարունակում են դառնալ ադրբեջանական կրակահերթի զոհեր։